Բագրատաշենի սահմանային անցակետին մոտենալիս սովորականի պես ուղիղ գնալ այլևս չի ստացվի, փակ է։ Պետք է թեքվել աջ և մոտ 100 մետրից կբացվի նորակառույց համալիրի համայնապատկերը։ Տարիներ շարունակ Բագրատաշենից վրացական սահմանը հատող և հարևան երկրի սպասարկման պայմաններին ծանոթ մարդն այս ամենին երկար էր սպասել։ Սահմանապահ ծառայության նորագույն համակարգիչներն ու կարդացող սքաներներն այլևս մարդուն չեն ստիպում մի տևական ժամանակ ձանձրանալ։ Հաճախ եք օգտվում անցակետից։ Հաճախակ Ինչ փոփոխություն կա սպասարկման։ ես սպասարկում եմ ինչ-որ մի ձևի ավելի արագաց է, ասենք Ինչքան տևեց օրինակ ձեր սահման հատելը անձնագրային ստուգումը։ 1-2 րոպե ընդամենը, նորմալ է ընթանում։ Այս ամենի հիմքը դրվեց 2010-ին, երբ երկրի ղեկավարի կարգադրությամբ հաստատվեց սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը։ Անցակետերի Բագրատաշեն, Բավրա, Գոգաբան, արդիականացում բառերի առաջին տառերից ծրագիրը ստացավ ԲԲԳԱ հապավումը։ Հայաստանի նախագահի ու Վրաստանի վարչապետի ներկայությամբ կայացավ ոչ միայն Բագրատաշենի անցակետի բացումը, տեսակապով զեկույց հնչեց նաև Գոգաբանից։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նորակառուցված և արդիականացված Գոգաբան անցման կետի տեխնիկական մեկնարկը տրվել է և գործում է բնականon։ Նոր համալիրը, ինչպես վստահեցնում են դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, հագեցված է ամենաարդիական տեխնիկայով։ Թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության դեմ դաժանորեն պայքարելու է վերջին սերնդի ռապիսկանը, որը կարողանում է 30 սանտիմետրանոց մետաղյա շերտի ետևում հայտնաբերել 1 միլիմետրանոց իրերը։ Դրանից հետո տվյալ մեքենան կանցնի մանրակրկիտ զննման գոտի։ Երբ որ ռենտգեն զննման սարքը ցույց է տալի ինչ-որ մի բան մեքենայի մեջ, բերում են այստեղ, որպեսզի ֆիզիկապես գտնեն այդ իրը։ Կա նաև նույն ռապիսկանի շարժական տարբերակը։ Հիմնականում սա արվում է սննում կատարում են դեպքում, երբ հնարավոր չի մեքենան ասենք մի ուրիշ տեղում է գտնվում, հնարավոր չի բերել մեր մոտ, այստեղ զննման կամ ուրիշ տերմինալներում, այս մեքենով գնում ենք այնտեղ, զննումը կատարվում ու վերադառնում այստեղ։ Կարող եք նայել, տեսնեք ինչքան է մեծացել, ինչքան է թողունակությունը բարձրացել եւ երկու երկրների միջև եւ ուղևորափոխադրումները եւ ֆերմափոխադրումները զգալիորեն կավելանան։ Այս համալիրի կառուցումը ստեղծեց ժամանակավոր աշխատատեղեր, իսկ այժմ արդեն հիմնական, առօրյա տնտեսական գործունեությունը սպասարկող։ Օրինակ, միայն վարչական համալիրում կան հյուրանոցային տարածքներ, հանգստյան գոտի, տնտեսական սրահներ, մոտ ապագայում կբացվի անմաքս առևտրի դյութի ֆրի խանութը եւ այլն։ Ես ուղղակի պարտություն եմ ապրել, երբ նոր շրջում էի այս շենքով, որովհետեւ արդիական մասնաշենք է կառուցված, արդիական մաքսակետ է կառուցված եւ նախորդի հետ համեմատելու եզրեր նույնիսկ չեմ կարող գտնել։ Մոտ ապագայում մենք կունենանք նաև մեկ պատուհանին հասնելու գաղափարը եւ մաքսավորի մաքսիմալ քիչ ներկայությունը կզգան ժողովուրդը։ Նախկին սահմանային անցման կետում այդ բոլոր հնարավոր ցանկությունները կային, պարզապես ֆիզիկապես հնարավորություն չկար։ Ինչքան էլ դա կապված էր տարբեր ռիսկերի եւ այլնի հետ։ Այստեղ հիմա հնարավորությունները կան եւ պահանջելու եւ ապահովելու։ Հիմնական դոնորների Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Եվրամիության ներկայացուցիչներն ասում են, որ այս նախագծով Հայաստանը պարզորոշ ցույց տվեց աշխարհի առաջ բաց լինելը, առևտրային գործընթացներին մասնակցելու ցանկությունն ու միջազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում մենք ոչ միայն ֆինանսավորելու ենք անցումային կետերի վերանայումը, այլ նաև ֆինանսավորելու ենք ճանապարհների կառուցումը։ Սահմանային անցակետն առաջին բանն է, որի հետ ցանկացած այցելու բախվում է երկիր գալիս, ուստի շատ կարևոր է, որ գործարարները եւ պոտենցիալ ներդրողները տեսնեն, ինչքան սահուն, ինչքան արդիական եւ լավ է կազմակերպված ամեն ինչ հենց սկզբից։ Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետն այցելեցին բարեկամության կամրջի կառուցման տարածք։ Այժմ շահագործվողը կառուցվել է անցյալ դարի 60-ականներին։ Նախատեսվում է, որ նոր կամրջի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Այսօրվա օրը եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի եւ Վրաստանի միջև խորը բարեկամական հարաբերությունները, ինչը եւ համատեղ նախագծերի հաջողությամբ իրականացման նախապայման է։ Միջազգային բեռնափոխադրումների խթանման եւ առևտրատնտեսական կապերի առումով Վրաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս նոր տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերին։ Մինչև 2020 թվականը ներառյալ պետք է կառուցենք 1000 կիլոմետրանոց ավտոճանապարհ մոտ 3.5 միլիարդ դոլար արժողությամբ։ Կառուցվելու են նաև թունել եւ կամուրջ, որոնք ապահովեն Հայաստանից եւ Հայաստանի ուղղությամբ շարժվող անխափան կապը։
Մենք պատրաստ ենք եւ պետք է ավելի զարգացնենք առկա երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Եվ Հայաստանի նախագահի արձագանքը, ինչն է կարևոր այս կարգի համալիրը կառուցելուց հետո։ Պարտադիր պայման է, որպեսզի այս կառույցը շահագործվի ժամանակակից պահանջներին համապատասխան։ Որտեղ այստեղից հասկացում մարդկանց կարծիքը մեր երկրի մասին։ Վստահ եմ, որ դուք սա անեք։ Պայմանավորվեցինք։ Շատ լավ, հաջողություն, շնորհակալ եմ։ Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք, Բագրատաշեն։